Գունեղ ու գարնանային տրամադրություն Seasons այգում։ Գեղեցիկ ու անուշաբույր միջավայրում է անցնում բնության հանդեպ սեր ու հոգատարություն արթնացնող ծաղիկների ու բույսերի փառատոնը։ Կողք կողքի տաղավարներ բացած ծաղիկներ աճեցնողները, ֆլորիստներն ու ծաղկային բիզնեսի ներկայացուցիչները այցելուների պահանջով փնջեր են կազմում։ Շատ մեծ է հետաքրքրությունը մարդկանց մոտ, ինքն ինչ-որ նորություն է, բաժակների մեջ կակտուս, խցանների մեջ շամպայնի կամ գինու, փոքրիկ տենց կավե ափսեներով, մարդկանց մոտ շատ մեծ հետաքրքրություն կա բույսերի հանդեպ, ես էլ փորձում եմ մաքսիմալ մարդկանց տալ այդ հետաքրքրությունը, որ իրանք այդ բույսերի հետ կարողանան շփվել։ Ջերմատնային ծաղիկներից այս կողմ դեկորատիվ բույսերի տաղավարներն են։ Լիլիթն ու քույրը արդեն մոտ 9 ամիս չոր ու թարմ ծաղիկներից այսպիսի կոմպոզիցիաներ են հավաքում։ Առանձնահատկությունը նա է, որ ոչ թե ֆլորիստ է պատրաստում մեր փնջերը, այլ նկարչուհի դիզայներ։ Գունեղ ու վառ տաղավարներով այստեղ են նաև ձեռագործ վարպետները, արդեն երկրորդ տարին է գործարար կապեր են հաստատում, մատակարարներ, հաճախորդներ գտնում։ Մեր տաղավարների քանակը ցավոք այդքան չի բավականացնում, որ մենք կարողանանք բոլորին ներառենք, շատ են եւ այլ ավելի շատանում են, որտեղ հետաքրքրությունն է շատանում, որովհետեւ այստեղ նաև իրան կարողանում են գործարար կապեր գտնել միմյանց միջև, կարողանում են ոլորտը զարգացնել, կարողանում են գրագիտությունն ավելացնել, թեկուզ օրինակ բույսերի հետ խնամքի հետ կապված եւ մնացած այլ հարցերով։ Բնականին շատ նման այս ծաղկային փնջերը պարզվում է օճառու մոմ են, ինչպես որ նապաստակներն ու ձվերը։ Ամենաշատը գնորդներին հետաքրքրում է բնական օճառից բուկետները, որ կարելի ասել շատ են հետաքրքրվում։ Անգամ չենք սպասում։ Լինում է դեպքեր, որ երեկոյան գնում ենք, նորից պատրաստում ենք, որ առավոտյան հասցնենք բերենք։ Իսկ այս մի տաղավարում ձեռագործ տիկնիկներն են փոքրիկների ամենասիրելի կերպարներով։ Մասնակցում եմ միշտ շատ հետաքրքիր անցնում, շատ ուրախ անցնում։ Տեղում չոր ճզմամբ սերմից մաքուր յուղեր են ստանում։ Պատվիրատուս ցանկություն հայտնեց ներկա լինել, թե այս process-ին ամբողջ դպրակորիզի յուղ եմ հիմա ստանում։ Մեծ հաճույքով լինում են դեպքեր, երբ որ պատվիրատուն ցանկություն է հայտնում, ես մեծ հաճույքով համաձայնում եմ։ Իսկ տիկին Անահիտի կտավատի սերմերից ու 10 տեսակի բանջարեղենից պատրաստած առանց գլուտեն չորահացերի ու դրանց հետ դրված հատապտղային պաստեղների կողքով անտարբեր չեն անցնում։ Չորացում ենք 40-45 աստիճան ջերմաստիճանում, ըստ այդմ պահպանելով բոլոր վիտամինները, եւս չկա ավելացված շաքար, ոչ մի հավելում։ Դե իսկ փառատոնից ջերմ ու սիրուն հիշողություններ տանելու համար բազմերանգ ծաղկային այս ֆոտոզոնան են ստացել։ Քանի որ հիմնականում այս տարի ավելի նորավոր ծաղիկներ են հանդիսանում գարնեզիաները, օրխիդեաները, ավելի շատ հենց դրանց հիմքում ենք ստեղծել կոմպոզիցիաները եւ ընդհանուր փորձել ենք գարնանային տրամադրություն հաղորդել վառ երանգներով։ Փառատոնն ուղեկցվում է ազգային երկու մանկական նորաձևության ցուցադրություններով, նկարչության ու կավագործության վարպետաց դասերով։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։